Պարոն Սիմոյան, մենք ոնց որ իրար չեն կարողանում հասկանանք կամ չգիտեմ։ Գույքարկը ձևավորվում է տարածակոտիավորման մոտարկված արժեքից։ Այսինքն դրա վրան է գործակիցը տրվում։ Հիմա իմ ասածն հետևյալն է։ Դուք, Արոն Թոմասյանն ասեց, նոր եք չափանար է, գնահատումնար է։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում, որ 10 անգամ թանկացել, ասենք, մասիվում, դարձել է 2500 դրամից 25000 դրամի քառակուսի մետր։ Այդ դրանից ավելի էլ ինչ պետք է լինի, որ դուք միա չեք վստահում օրենքին, եւ բերում եք լրացուցիչ ռիսկ եք դնում, դա չկարող են ասել, որ գնա մի հատ էլ գնահատելը։ Իմ ասած դրանով է պայմանավորված։ Այսինքն դրեք, եթե նախկինում կար կադաստրային արժեքի 30%, 50%, օրենքում ամրագրեք, որ տարածակոտիավորման մոտարկված արժեքի 120% ըստ կոտիավորման։ Ես ուզում եմ դա օրենք լինի, որ հետո դու չթակ հետևից ասեք, լիցենզիաց կազմակերպության հետ կոնտակտի մեջ մտան, էժան գնահատեց, թանկ գնահատեց, էս արեց, օրենքով դող ամրագրվի, ես էլ գնորդն եմ, աճուրդին մասնակցողն եմ պոտենցիալ։ Գիտեմ, որ իմ հողի չափը այսքան է կազմելու առավելագույն, մտնել եմ սակարկությունների կամ մրցույթի փուլ, աճուրդի փուլ, որպեսզի կարողանամ վարձակալել կամ գնել։ Իմ ասածն է դրանով է պայմանավորված, նոր է գնահատումներ է, խեղ լրացուցիչ ռիսկներ բանանում տնում դեռ ձեր ամբողջ հնարավորությունը տալով մեկ լիցենզավորված կազմակերպության։ Հետո հետևից եթակ տեսնեք ինչ անելու։ Այս օրենքով բերեք ամրագրեք, իմ ասած ի սկզբանե է տեղը, տարածակոտիավորման արժեքի կենտրոնում 150 պատիկի չափով, չգիտեմ, այնտեղ 130 պատիկի չափով, գյուղական համայնքներում, Վարդենիսում, Մարտունիում, չգիտեմ, տարածաշրջանում ըստ տարածակոտիավորման այսքան տոկոսի չափով։ Իմ ասածն է այս առաջինից երկրորդ ընթերցման այս ամբողջ ժամանակահատվածում շնորհակալ եմ։ Շնորհակալություն, էլի ելույթներ։ Հարգելի գործընկերներ, ես էլ եմ ուզում մեր ընդդիմադիր գործընկերների դիտարկման անդրադառնամ, պարոն Ղազարյան, դուք ճիշտ եք, որ մենք որոշ ժամանակ առաջ այդ օրենքով ամրագրել ենք, բայց այդ գները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են։ Ոչ, այս օրենքը ոչ թե հնարություն է ստեղծում համայնքային սեփականություն եւ պետական սեփականությունը էժան վաճառել, այլ ընդհանրապես այդ հնարությունների ճանապարհը փակում է։ Որովհետև ասում կա գնահատող կազմակերպություն, գնահատող կազմակերպությունը գնահատում է եւ դրան համապատասխան կատարվում է աճուրդը, վաճառվում է հողը։ Սա ընդհանրապես ճանապարհները փակում է, որ դա էժան չփանա։ Իսկ գնահատող կազմակերպությունների ռիսկը իհարկե գոյություն ունի, բայց այդտեղ նշվում է, որ գնահատող կազմակերպությունները չեն կարող կադաստրային արժեքի ցածր գին գնահատեն։ Հենց սա, այսինքն ինքը խնդիր է ստեղծում ավել գնահատելու, ցածր գնահատելը բացառում է։ Ասեմ էլի տեղ, իհարկե ցածր գնահատելը բացառում է, որտեղ տարածակոտիարման, բայց անգամներով ավել գնահատում բացառում եք դուք։ Ես ուղիղ ասեմ, հիմա ես համայնքի ղեկավարի սրտով մարդ չեմ, բերում եմ դա չափագրողին 100 անգամ թանկ է գնահատում։ Թանկ գնահատում ես չի վաճառվել էլի այդտեղ։ Վաճառվում է, չի վաճառվում, ո՞վ առնում բա։ Ես չգիտեմ, շատ ավելի լավ, տեսեք այտեմ ներկայացնում եմ շատ ավելի լավ, նա ոչ թե թանկ առնում, այլ աճուրդի մասնակցում աճուրդային քայլերով լրացուցիչ օղակ եք բերել դրա, որտեղ ռիսկ։ Մենք լրացուցիչ օղակներ բացառել ենք։ Նախկինում գոյություն ունեցող օրենքով հնարավորություն ա եղել համայնքային սեփականությունը 10-20 անգամ էժան գնով վաճառել։ Ոչ, այս օրենքը բացառում է։ Այս օրենքը կադաստրային արժեքի ցածր բացառում է, մնացածներ գնահատող կազմակերպությունից է կախված։ Խնդրեմ, պարոն Սիմոնյան, եթե կարճ ասեք, խնդրեմ։ Զուտ պարոն Ղազարյանի բարձրադրմանի պատասխան պարոն Ղազարյան ջան, ես դրա համար հենց նշեցի, կարա գոտի նույնը մնա, կադաստրային արժեքը նույնն է այդ գոտու համար, հա, բայց այնտեղ մի ճանապարհ է սարքվել կամ մի բան սարքվել է, ինֆրաստրուկտուրա է զարգացել եւ կոնկրետ հողատարածքի գին փոխվի, իր հետևի գինը մնա նույնը։ Երևան ոչ միայն պետական սեփականություն, համայնքային սեփականություն, համայնքային է Ոչ, համայնքային սեփականության հողեր կան Երևանում, որ գոտիավորվել են, գոտիները փոխվել են, կադաստրային գները համայնքային էլ է վերաբերվում։ Բայց Բասմիկ 114 հեկտարի մասին։ Լավ, թույլ տանք պարոն Սիմոնյանն եզրափակիչ ելույթ ունենա։ Շնորհակալություն հարցերի համար, քննարկումների համար եւ ելույթների։ Լիցենզավորված կազմակերպությունների մասով ընտրությունը գործող օրենսդրության շրջանակներում է իրականացվելու, այսինքն որպես պահանջ պետք է դրվի, որ այդ ընկերությունները համապատասխան լիցենզիա ունենան օրենքի պահանջներին, թե դրանցից որը կլինի կախված է այն չափորոշիչներից, որը համայնքը կդնի իր կամ մրցութային կամ հրատապ կամ ուղիղ եղած օրենսդրության կարգավորումների շրջանակներում այդ չափորոշիչներից է կապված եւ այդ ընտրությունը չափորոշիչներին համապատասխան է իրականացվելու։
Տարածական գոտիավորման մասով այն աշխատանքը, որը իրականացվել է, պարոն Ղազարյան, դուք նորից բերում եք, ընդունում եմ, կա գոտիավորում եւ այլն, բայց տեսեք, շուկայական արժեքը ինքը փոփոխական արժեք է եւ տարբեր իրավիճակներում այն կարող է ել ավելի բարձրանալ, քան կադաստրային կամ կադաստրային մոտարկված շուկայական մոտարկված կադաստրային արժեքը եւ այդ պարագայում այդ հողերի օտարումը մեր կարծիքով ավելի ճիշտ է իրականացնել հենց շուկայում գործող այդ բային իր արժեքից ելնելով, քանի որ օրինակ այն հողը, որ այսօր կարող է գնահատվել պայմանական շուկայական արժեքը X եւ դրա մոտակայքով որևէ ենթակառուցվածքների զարգացման դեպքում դրա շուկայական արժեքը կարող է դառնալ մի քանի X, ասենք լավ 6x կամ 7x, իսկ ձեր առաջարկած տարբերակում, գոտիավորման տարբերակում ինքը մնալու է նույն գնի սահմաններում։ Ինչը վերաբերում է ձեր արձագանքին կապված պարոն Ղալումյանի հարցին, որ ես ուզում եմ համայնքից հող անեմ, ինքը շատ բարձր կգնահատի, հենց իմաստն էլ այն է այս կարգավորման, որ այդ ես ուզում եմ եւ համայնքը ավել կանի, դա բացառել։ Այսինքն, երբ որ մենք էլեկտրոնային եղանակով ենք դա իրականացնելու, համայնքը նախ չպետք է իմանա ով է ուզում այդ հողը, եթե այդ հողի մասին ցանկությունը դուք իհարկե անձամբ չեք ուզում հայտնել համայնքի ղեկավարին կամ համայնքի համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձանց, այս պարագայում համայնքը ընդհանուր հողամասերի գնահատում իրականացում օրենսդրության համապատասխան, դուք էլեկտրոնային եղանակով մտնում եք այն հողատարածքը, որը ուզում եք, մասնակցում եք աճուրդին եւ չեմ կարծում, որ այստեղ կարող է մի քանի անգամ ավել գնահատվել, քանի որ, ինչպես նշեցի, համապատասխան հանձնաժողովի կողմից իրականացման վերահսկողություն այդ արժեքների նկատմամբ եւ այդ արժեքների գնահատումը պետք է իրականացվի այդ հաստատված չափորոշիչներին համապատասխան։ Բայց ամեն դեպքում շնորհակալություն եմ հայտնում քննարկման համար։